Գիտեք, երբ որ մի ղեկավար, կառավարություն, երկիր ինչ որ քայլի է ուզում դիմել, օրինակ պատերազմ սկսել կամ ռեպրեսիաներ սկսել, նրանք միշտ ասում են ես ինչ որ մեկի դեմ պաշտպանվում եմ։ Երբ որ Հիտլերը սկսել էր հարձակվել կոմունիստների վրա Գերմանիայում, նա ասում էր ես պաշտպանվում եմ կոմունիստներից, եւ անգլիացիները, ֆրանսիացիները հանդուրժեցին դա, որ Հիտլերը գա իշխանության, որովհետեւ նա ասում էր եթե ես չգամ, կոմունիստները կգան։ Այսինքն սա նույն տրամաբանությունն է։ Ես այս այդ բռնությունները կատարում եմ, այս տերրորը անում եմ, որ երրորդ ուժը չգա։ Այսինքն ես գամ ձեր բնակարանում ամեն ինչ գողանամ տանեմ, թալանեմ ձեր բնակարանը, որ երրորդ ուժը չթալանի։ Այսինքն մենք հասանք այսպիսի տրամաբանության։ Սա երկիր զավթելու եւ գաղութ դարձնելու նոր ձև է։ Ռուսաստանը դա ինչպես նրանք ասում են, անում է ռազմական ուժով, իսկ սրանք անում են փողով։ Նույն բանն է։ Դուք գրավում եք երկրի ԶԼՄ-ները, գրավում եք երկրի հասարակական կարծիքը, տասնյակ միլիոնավոր դոլարներ եք բերում, գրավում եք հեռուստատեսությունը, գրավում եք YouTube կանալները, գրավում եք TikTok, այդ Facebook, այդ ամեն ինչը, ու սկսում եք հայ ժողովրդին կառավարել։ Ես այդ օրինակը բերել եմ։ Կրետը, կներեք, տառականին, սրսկում է, տառականի ուղեղի մեջ սրսկում է մի թույն, որը պարալիզացնում է տառականին եւ իր ուղեղի մեջ տեղադրում է իր փոքրիկ այդ ձվիկները եւ նրանք իրան տառականին ներսից սկսում են ուտել։ Նա չի կարողանում շարժվի։ Այդ կենթանուն ներսից ուտում են։ Այն նույն ձևով մեր մեջ ներարկեցին այս ցանցը, այս քաղցկեղային ցանցը, որը արտասահմանից փող ստանալով մեզ կերավ, ներսից Հայաստանը կերավ։ Սա նոր երկիր զավթելու նոր ձև է, փողով, ԶԼՄ-ներով, գրանտերով։ Նույն բանն է, ուրիշ նույն բանը ինչ որ ասենք ռազմական ուժով կարող է գրավել երկիրը, սրանք էլ փողով են գրավում երկիրը։ Սա մեր սուվերենության եւ ինքնիշխանության կոպտագույն խախտում է, որի մասին խոսում է մեր շատ սիրելի դեմոկրատական Եվրոպան։